Եվ Տերը տեսիլք ցույց տվեց, մի պարզ տեսիլք, մեծ փարախ էր, հովիվը հաշվում էր ոչխարներին։ Նրանք բոլորը ներս մտան, իսկ մեկը մնաց դրսում, իմ փարախից չէ։ Ես այդ քույրիկին հարցնում եմ, դու կտրված ես եկեղեցուց, իսկ նա որտեղից իմացար։ Դե ասում եմ, դու փարախում չէիր, եւ Աստված հայտնեց Սուրբ Հոգով, որ չեմ կարող պատասխանել քո խնդրվածքին։ Հարցնում եմ, իսկ ինչ է պատահել, ով ես դու, ինչու ես հայտնվել դրսում փարախից դուրս։ Դու գառ ես, դու Աստծո գառնուկն ես, բայց փարախ չես կարողանում մտնել, իսկ դրսում մնացողին գայլերը կհոշոտեն։ Նա սկսեց լացել եւ պատմեց, որ ես բուժաշխատող եմ եւ վախեցա, որ ինձ էլ կարող եմ պատերազմ տանել ու որոշեցի, որ ավելի լավ է ինձ համար կյանքի ընկեր գտնեմ։ Համացանցով գտա Կրասնոդարի մարզից եւ գնացի այնտեղ մտածելով, որ ընտանիք կկազմեմ։ Թող այդպես լինի, մինչև այս փոթորիկը կանցնի։ Հարցնում եմ, կարող է դա այն անձնավորությունն է, ով քեզանից առաջ էր կանգնած աղոթքի։ Ասում է, այո։ Հարցնում եմ, իսկ հոգս դրել ես։ Տես, դու հիմա խնդիր ունես եւ հոգսով եկել ես Տիրոջ առաջ։ Իսկ ամուսնանալուց առաջ հոգս դրել ես։ Դու գիտես, թե Աստված ինչ է ասում նրա համար։ Տերը ցույց տվեց, որ նա մոլախոտի պես է եւ Աստծուց ուղարկված չէ քեզ համար։ Դու ճակատագրական սխալ ես թույլ տվել, ինչ ես արել դու։ Նաեւ հարցնում եմ, որ այդ տղայի վարքից երևում է, որ հիվանդ է։ Ասում է, այո, նա հոգեմետ դեղեր է խմում։ Ասում եմ, խեղճ գառնուկ, ախր ինչու ես թույլ տվել այդ ճակատագրական սխալը, ում վրա ես հույսը դրել։ Քույրեր, եղբայրներ, այդ երիտասարդ տունկը կարիք ունի, որ մեկն օգնի նրան բռնել աղվեսներին ու աղվեսիկներին, որոնք արմատներն են խարխլում։ Բայց մենք այսօր մերը չենք, մենք Աստծունն ենք, եւ մենք այսօր հնարավորություն ունենք բարձրացնել մեր աղոթքները, խնդրվածքները նրան, ով նստած է գահին եւ իզորու է տարածել իր խոցված ձեռքերը եւ պաշտպանել նույնիսկ նրանց, ովքեր միգուցե հուսահատության, անհոգության մեջ են եւ ինչ որ որոշումներ են արդեն կայացնում։